Միշտ վստահել ձեզ համար չափեջան։ Չլսեցի ճիշտ ասած։ Չի ասացեք, ձեզ միշտ վստահել ենք։ Ժորժան արդեն պետք է գնանք, պարոն Ավինյան, պետք է քայլենք, չէ, խնդրում եմ, էլի ներողություն։ Ով քարտեզ ուզում է տալիս ենք եւ Նիկոլ նկատենք, հա։ Արագ։ Սենց արագ, պետք է արագ նկարվի, որ ժամանակ չկորցնենք, գնացինք վեր։ Արագ, շատ արագ։ Թխված վերցրու, թխվածքը։ Վայ, բարև ձեզ, ո՞նց եք։ Սև եք ապրում։ Այո, խոսամ, որ ամսիուտից ոնց եք Վայ, ներողություն։ Ձեր նախաձեռնությունը ուժի մեջ է ամսիուտից, որ ասում եք ակտիվ քաղաքացիների խմբեր կազմեն եւ ներկայանան ամեն մի համայնքից մի հոգի ձեր հետ հանդիպման։ Այո, լավ, որ նախաձեռնությունը նկատում եք։ 40 հոգանոց խմբեր են կազմում եւ հետո մի հոգի ընտրում են, որ գամ ձեզ հետ ներկայացնենք մեր հարցերը։ Լավ չհասկացա, որ նախաձեռնության մասին է, բայց կխոսենք։ Ամսիուտից աշխատում ենք ձեր հետ։ Այո, իհարկե աշխատում։ Ինձ էլ տվեք, Յա, բարև եղբայր, լավ Լավենից օգոց են քաղաքում սկսես Դուք պետք է ասեք, ասում ենք գալիս ես տենիս քաղաք։ Դուք պետք է ասեք, ես չեմ կարող ասել։ Պայմանավորել եք, բարը Շաշյանն հետ պայմանավորել եք։ տվեք, ես գնամ։ Շնորհակալ եմ։ Հաջան, նկարվենք ելին։ Արա։ Շնորհակալություն։ Մի րոպե մի հատ շնորհոքս կապեմ, էլի։ Բարև ձեզ։ Մերսի շատ։ Բարև ձեզ։ Լավ ես։ Մի րոպե մի հատ բարև։ Պարոն Ավինյան, ասեք, ինչ եք կան։ Պիկապի մոտ ելույթ ունեն, հա, ելույթ ունեն։ Հա։ Շնորհակալ եմ շատ։ Ժորժ ջան, ճիշտն ասած, պետք է ասեմ, որ իրականում էմոցիաները այնքան շատ են, որ նույնիսկ դժվար է ելույթ ունենա, որովհետև այս բակում մեր սիրելի աջափնյակցիների կողմից այնպիսի բաներ լսեցի, որ նախ մեզ շատ մեծ ուժ են տալիս, Գիտեք, մենք զարմանալի հարություն ունենք։ Դեպքերի 90%-ով, ասենք, ամեն ինչը ուղիղ եթերում է, էլի, ով որ ուզում է ասածները ստուգի, ինչ որ ասում եմ, վերաբերում է 90%-ով եղել ենք ուղիղ եթերում, լավ կարող է 85։ Եվ իմ ասածը վերաբերում է 85-ից 90%-ի։ Չէ, ես ինչ որ ասում եմ իրականում 90-95%-ի։ Ուրեմն, սա մի հետաքրքիր երևույթ է։ Հանրապետության բոլոր մարզերում, ասենք Սյունիքից սկսած մինչև Շիրակի մարզ, Արագածոտնի մարզ, մարդիկ տարիք ունեցող մարդիկ մոտենում են եւ ասում են շնորհակալության խոսքեր։ Հələ դեռ ռեակցիաս չի ձևավորվել, ես ասում եմ իմ ենթագիտակցությունը ինձ ասում է թոշակը բարձրացել է մարդու առողջության ապահովագրությունը եւ մարդը հիմա շնորհակալություն է այդում։ Լսեք, դեպքերի 90%-ով երբ որ մարդը սկսում է պարզաբանել, ինքը խոսում է հարցերի մասին, որը իր անձնականին չի միայն վերաբերվում։ Հասկանում եք, սա մի երևույթ է, այստեղ էր հայրիկը
90-ամյա մարդը, հա, այստեղ 90 ձեր ազգանունը ինչ էր կհիշեցնեք։ Ձեր ազգանունը կհիշեցնեք։ Գալստյան։ Մոտ 90 տարեկան եք, ճիշտ է։ Մոտենում է եւ սկսում է շնորհակալություն խոսքեր ասել։ Եվ էլի մտածում ես, ասում ես սոցիալական եւ բարձրում է մարդը շնորհակալություն է հայտնում ազատության համար։ Դուք հասկանում եք, սա ինչ ֆենոմեն է, սա ինչ արժե, սա ինչ արժեք է, սա ինչ կապիտալ է, սա ինչ մեծություն է։ Սա ես իրոք խուզված եմ։ Ու չէ նորմալ է։ Ու առաջ է հիմա 21 թվականի ամենամեծ արտահայտվեց, որովհետև այդտեղ ամպլիտուդը շատ մեծ էր։ Այսօր ինչա տեղի ունենում։ Այսօր իրականում նախընտրական քարոզարշավ, բայց տեղի է ունենում հետևյալը։ Քաղաքացիները ձևավորում են կառավարության հաջորդ 5 տարիների առաջնահերթությունների բովանդակությունը։ Ու դա ինձ համար ակնհայտ է։ Հիմա ես կարող եմ ասել, որ առաջնահերթության հիմնական առաջնահերթությունները առնվազն լինելու են հաջորդ 5 տարվա հետևյալները։ Առաջին թվաբանությունը խաղաղությունը իհարկե շարունակում է առաջնահերթություն մնալ եւ միշտ է շարունակելու, որովհետեւ գիտեք ինչ, նույնիսկ խաղաղության համաձայնագիրը ստորագրել վավերացնելուց հետո պետք է խաղաղությունը մնա առաջնահերթություն, որովհետև մենք պետք է խաղաղություն ինստիտուցիոնալիզացում ասելով հիմա նկատի ունենք, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, վավերացվի, հաջորդ փուլով սահմանը սահմանազատվի, իհարկե դրանից առաջ սահմանները բացվեն, տրանսպորտը աշխատի, բայց դրանից հետո էլ պետք է ինստիտուցիոնալիզացիա տեղի ունենա, մենք պետք է այնպես անենք, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում դառնա մենթալիտետ, հասկանում եք, այսօր ոնց է Եվրոպայում մենթալիտետ է խաղաղությունը, այսօր Ֆրանսիան եւ Գերմանիան 100 ամյակներով հազար ներողություն մեր ֆրանսիացի եւ գերմանացի 100 ամյակներով կոտորել են իրանց, բայց այսօր որ գնաս միջին վիճակագրական ֆրանսիացուն եւ գերմանացուն ասես դրա մասին, իրանց ականջին շատ տարօրինակ կթվա, չնայած հիմա աճ ծայրահեղականությունը Եվրոպայում մի շարք տեղերում բավականին աճում է, եւ մենք պետք է տենց անենք, որ խաղաղությունը դառնա մենթալիտետ, եւ խաղաղությունը իրականում զարմանալի չի, որ այսօր քաղաքական ուժեր որոշ ասում են, որ իրանց ժամանակ խաղաղություն է եղել, որովհետև միջին նախկին մտածելակերպով խաղաղությունը ընդհանրապես պատերազմի հետաձգում է։ Մենք պետք է սա հաղթահարենք։ Խաղաղությունը պատերազմի հետաձգում պետք է չլինի եւ չի։ Խաղաղությունը պատերազմի ռազմավարական բացակայությունն է։ Խաղաղությունը պատերազմի պատճառների բացակայությունն է եւ իրական Հայաստանի գաղափարախոսությունը պատերազմը ես իմ նախընտրական ծրագիրը մեր ներկայացնելիս հատուկ այս թեմային անդրադարձա, ասելով, որ մենք հիմա աչքով չենք տալիս, ասում ենք, այ հիմա խաղաղություն է, բայց այդ էս եւ այլն հետո կնայենք։ Ոչ, խաղաղությունը պատերազմի պատճառների ռազմավարական բացակայությունն է եւ Ալմատիի հռչակագիրը եւ այն համաձայնությունները, որ մենք ձեռք ենք բերել Ադրբեջանի եւ ձեռք ենք բերում Թուրքիայի հետ եւ Վրաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետությունների հետ, պիտի երկարաժամկետ եւ ռազմավարական առումով ապահովի խաղաղությունը։ Երկրորդը, արդարության հետ կապված հարցը ես արդեն ամաչում եմ, անկեղծ ամաչում եմ, բայց նաեւ ես չեմ ուզում, որ այդ ամաչելու այդ բանը, այդ զգացողությունը մեզ մղի դեպի բռնատիրություն, դեպի ավտորիտարիզմ, դեպի կառավարելի ժողովրդավարություն, ինչպես ասում են, ես շարունակում եմ մնալ ինստիտուցիոնալ կայացման տրամաբանության մեջ։
այո, գաղտնիք չկա։ Այսօր ամենամեծ մեղադրանքը, էլի հույս ունեմ մեր հարգարժան իրավաբանները բան կանեն, ճիշտ կձևակերպեն։ Մարդկանց ամենամեծ մեղադրանքը, որ ես չգիտեմ ինչ պատասխանեմ, շատ դժվար է պատասխան գտնել, շատ ուղիղ հարց են տալիս, ասում են Ռոբերտ Քոչարյանը ինչ է ազատության մեջ։ Հիմա Անուշ Քլոյանն է կանգնած, ում եղբայրը 2008 թվականի մարտի 1-ին զոհվել է, եւ ում սպանությունը եւ մյուսների սպանությունը փորձում էին կապել մեզ հետ։ Եվ ինչ այլոց, ասեմ ձեզ, որ 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հարազատների ազնիվ եւ անկեղծ եւ իմիջայլոց անկողմնակալ, որովհետեւ նեն չի, որ այսինքն բարձ է, որ մարդիկ այդ վիճակում կողմնակալություն չպետք է անեն, բայց իրանց դիրքորոշումներ, որ այդ դատավարությունները այդ բեմադրված սկսեցին, իրանց դիրքորոշման շնորհիվ այն ժամանակվա Քոչարյանի իշխանությունը հասկացավ, որ չի կարող այդ թեման փաթաթել մեր վզի։ Բայց այդ հարցի պատասխանը ես գլուխս կախում եմ։ Բայց մյուս կողմից ես կարծում եմ, որ իսկապես հերիք առավել ևս մարդու իրավունքների եվրոպական ժողովուրդ ես կարծում եմ շատերը դա բան են համարում, թուլություն եւ այլն։ Այն թեմաները հատկապես, որտեղ ես անձնական որևէ բան ունեմ, որևէ ձևով անձամբ ինձ հետ առնչվում, իմ մոտ սենց արգելքներ են դրվում, որ ես մաքսիմալ հեռու մնամ այդ թեմաներից, որովհետև այդ գայթակղությունը շատ մեծ է, եւ ես վախենում եմ նաեւ մեկնաբանություններից, որ հանկարծ տպավորություն չլինի, թե ես եկել եմ իմ անձնական հարցերն եմ լուծում, եւ ես ուզում եմ, որ բոլոր հարցերը լուծվեն ինստիտուցիոնալ կերպով, ես համարում եմ, չնայած ես կարծում եմ, որ քաղաքական առաջնորդությունը շատ կարեւոր բան է։ Եվ ես մանավանդ մարդու իրավունք, հիմա ինչ եմ ավելի ազատ խոսում, նախկինում միշտ կաշկանդված եմ եղել, որովհետև մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակ տվել է գնահատականները, եւ հիմա ես կարող եմ նաեւ որպես մարտի 1-ի գործով դատապարտված եւ հետագայում արդարացված մարդ, ես կարող եմ ասել, որ արդարությունը պետքա տեղ հասնի։ Չի կարա այլ կերպ չլինի։ Այո, կան անձնական պատասխանատուներ։ Իմիջայլոց այդ թեման, որ մարտի 1-ը բացահայտված է, մարտի 1-ը բացահայտված է, 100%-ով է բացահայտված, բոլոր մանրամասներով է բացահայտված։ Այլ բան, որ մեր իրավական համակարգը կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի պարագլխի գլխավորությամբ պետքա բերի օրինական իրավական պատասխան։ Ռոբերտ Քոչարյանը պետքա նստի, կարճ կոնկրետ, պետքա նստի։ Այս երկրորդ օրակարգն է, այսինքն ես հասկանում եմ, միջև դա տեղի չունենա, ես ոչ մեկի չեն կարող համոզել, որ Հայաստանի Հանրապետությունում կա արդարություն եւ արդարադատություն։ Ես հիմա չգիտեմ ինչ մեկնաբանությունների են արժանացնելու եւ այլն, բայց ես ասում եմ Ժորժ ջան, մարտի 1-ի գործը բացահայտված է։ Այդ գործը իմիջայլոց հրապարակային գործ է արդեն, որովհետեւ դատարաններում կա սկսած օլիգարխների խմբերից ոնց են ձևավորել, ոնց են զինվորական համազգեստ բաժանել եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ դա էլի միջայլոց զարմանալի պատմություն է եւ էլի խոսում է մեր ժողովրդի առողջության մասին։ Այդ ընդհանրապես միստիկ պատմություն է, թե ոնց էին Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը ուսուսի տված կանգնել եւ մեր իշխանության դեմ փրկում էին հայրենիքը։ Եւ դա պատճառը նաեւ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ իր քաղաքական ուժը բարից բունի մաստո 0 էլ չէ, -25 է։ Դա ժողովրդի վերաբերմունքն է, այդ անողնաշարությանը, այդ անսկզբունքայնությանը, այդ եղկելիությանը, այդ բացարձակ բոլոր բարոյական, քաղաքական, տրամաբանական, մենք այդքան խոսում ենք, Վանո Սիրադեղյանը մի հատ շատ լավ արտահայտություններ արել, ուրիշ առիթով, մի մարդու առիթով, ուրիշ մարդկանց առիթով, եւ այդ ով կմտածեր, որ այդ ասացի հասցեատերը Լևոն Տեր-Պետրոսյանն է, Վանո Սիրադեղյան սենց մի հատ արտահայտություններ արել, շատ կարդացած, քիչ հասկացած։
Ես հիմա որ հիշում եմ Վանո Սիրադեղյանի այդ արդեն, հիմա հետահայաց կասկած ունեմ, որ ինքը դա գրելիս նկատի ա ունեցել հենց Լևոն Տեր-Պետրոսյանի, որովհետև ինքը թերևս ամենաշատներ ճանաչում Լևոն Տեր-Պետրոսյանի։ Ես ուղիղ ասում եմ, չգիտեմ դոկտոր կլինի, պրոֆեսոր կլինի, ակադեմիկ կլինի, ինչ կլինի, բայց շատ կարծացած, քիչ հասկացած։ Սա Լևոն Տեր-Պետրոսյանի մասին է։ Եվ նրա քաղաքական անփառունակությունը դրա ամենավառ ապացույցն է։ Արդարությունը այդ երկրորդ առաջնահերթությունն է թեման, սրա հետ կապված իհարկե խաղաղությունը իր բոլոր օրակարգերով ճարապար Ժորժ ջան, ես չգիտեմ, ես այդ թեման ասում եմ, այն օրը նայել ենք, ինչ որ մի հատ հիմար կլիպ են նկարել, $85,000 էլ դրել են մենակ այդ կլիպի ռեկլամի վրա, որ Նիկոլը հեսա 300,000 ադրբեջանցի է վերադարձնում Հայաստան։ Ես էլի ուզում եմ ասեմ, որ մենք այսօր մարդիկ ասում էին արդեն, հետաքրքիր է, ամենակարևոր բանը գիտեք որն է, ես վարչապետի պաշտոնում միշտ նաև իմ ընդդիմադիր ժամանակները եւ քննադատությունները բան անելիս հիշելով, երբ որ մի վիճակագրություն եմ բերում, ես խոճապի եմ մատնվում։ Ասենք ենթադրենք, ես ինչ բանը աճել է, այս ինչ բանը ստացել։ Ես իրոք խոճապի եմ մատնվում, 4-5 անգամ հարցնում եմ, լսեք, ես ճիշտ է, ես ասեմ, թե չասեմ, բա որ ասեմ, ու ինձ համար այս ընթացքում ամենամեծ հաճույքը գիտեք որն է, որ ես դուրս եմ գալիս եւ տեսնում եմ ինձ զեկուցած վիճակագրությունների վկայությունները մարդկանցից։ Այսօր մարդկանցից իմիջիալոց վերջին օրերին 4-5 այդպիսի արձագանք եմ լսել, որ արտագաղթածները վերադառնում են եւ իմիջիալոց հանդիպում եմ արդեն մարդկանց, ովքեր իրենց պատմությունն են պատմում։ Իսկ իրենք ասում են Նիկոլա ադրբեջանցիների ավ չեք նկատում, որ Նիկոլա հայաստանցիներին ա վերադարձնում, հայերին ա նեղվում եք դրանից։ Իսկ ադրբեջանցիների թեման Ժողովուրդ ջան, ես պետք է այս հարցերը ձեզ հետ բաց թափանցիկ երեք ապարանում բավական մանրամասն խոսել եմ այս թեմայի մասին։ Մենք պետք է հասկանանք, որ կոնֆլիկտի առանձնահատկությունը ինչ է եւ իրական Հայաստանի գաղափարի էությունը ինչ է, որ տեսեք կոնֆլիկտի հիմքը այն է, որ կա միջազգայինորեն ճանաչված տարածքներ, Հայաստան, Ադրբեջան եւ այլն։ Ընդ որում ով է սկսում, այդ երբեմն էական չի, որովհետեւ այս պատմություններում ով սկսեց, երբեք չես գտնի։ Էական էլ չի, ով սկսեց։ Իրանք ասում են գյոյչա, մենք ուրիշ բան նկատի ունենալով որ այդ իրանցնա, մենք նկատի ենք ունենում ուրիշ տարածք անում ենք դնում, ասում ենք Արցախ, այդ մերն է։ Եվ այս մի հատ սեն շրջապտույտ է ստեղծում, որից հնարավոր չի դուրս գալ։ Ժողովուրդ ջան, որից հնարավոր չի դուրս գալ։ Եվ 2018-19 եւ այս ընթացքում գիտակցությունն է եղել, որ հնարավոր չէ շրջապտույտից դուրս գալ։ Ամբողջ խնդիրն է նա եւ հիմա ես ամենաշատը ինչից եմ հուզվում, որ մարդիկ այս գնահատում են, որ մենք ուժ ենք ունեցել, ես կոնկրետ ուժ եմ ունեցել, կանգնել ասել մի րոպե, պետքա կանգ առնել, որովհետեւ այս շրջապտույտը կործանելու է ամեն ինչ, որովհետեւ պետքա դուրս գալ։ Մի հատ եկեք նայենք, որն է, ես սարսափում եմ արձանագրել 2022 թվին, որ մենք անգիր չենք հիշում մեր միջազգայինորեն ճանաչված տարածքի թիվը, սարսափում եմ դա հիշել։ Ու սարսափում եմ արձանագրել, երբ որ ՀԱՊԿ-ը 2022 թվականին չարձագանքեց, ինչպես պետք է արձագանքեր։ Իմ առաջին միտքը հետևյալն էր, փաստորեն ՀԱՊԿ-ը մեր տարածքային ամբողջականությունը չի ճանաչում, բայց իմ ներքին ձայնը ոնց որ մի հատ սենց ինձնից քաշի, ասի մի րոպե, իսկ դու մեր տարածքային ամբողջականությունը ճանաչում ես, իսկ Հայաստանի կառավարությունը Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչում է, եթե այո, որտեղ է դա արձանագրված, ոնց է արձանագրված, եւ այդտեղ ես հասկանում, որ քո տարածքային ամբողջականությունը պարփակված է քո հարևանների տարածքային ամբողջականության, պարզ է, չէ՞ ժողովուրդ։ Այսինքն, եթե դու քո միջավայրի տարածքային ամբողջականությունը չես ճանաչում, արդյունքում դու քո սեփական տարածքային ամբողջականությունը չես ճանաչում, եւ դու առաջքեզվում է թե ուրիշին ես խոցելի դարձնում, բայց իրականում դու ես դառնում ամենախոցելին։ Եվ այդ ա եղել պահը,
Երբ որ ես ասել եմ հնարավոր չի, ես հասկացել եմ, որ ես իմ դեմ եմ, իմ նախկին իմ դեմ եմ գնում, իմ մտածողության, իմ սոցիալ հոգեբանության դեմ եմ գնում։ Շատերը ընկալումների 180 աստիճան փոփոխություն է տեղի ունենում։ Բայց ես հասկացել եմ, որ ես դա պետք է անեմ։ Ես հասկացել եմ, որ դա ամենադժվար բանն է, որովհետև քո ընկալումը փոխել, դու ինքդ քեզ խոստովանես, որ սխալ տեղում ես կանգնած, եւ դու պետք է փոխես տրամաբանությունը, այդ է պատասխանատվությունը, այդ է առաջնորդությունը, եւ ես ուրախ եմ, որ ես եւ մեր թիմը, որովհետև կարար իրավիճակ լիներ, հա, թիմը ասեր չէ, մենք համաձայն չենք դրա հետ։ Ու ես դա կհասկանայի, որովհետև ես ինքս էլ երկար ժամանակ ինձ հետ համաձայն չէի, հասկանում եք։ Պատկերացնում եք դա ինչքան երկար է տևի իմ ներքին կռիվը, մինչև ես առաջին անգամ համարձակություն եմ ունեցել այդ նախադասությունը շատ ուրվագծային ձևով ինքս ինձ համար նախ արտասանեմ եւ հետո երկրորդը ներկայացնեմ ուրիշ մարդկանց։ Բայց մենք դա արել ենք եւ այդ պատճառով է, որ մենք այսօր ունենք այն, ինչ ունենք, իսկ մենք ունենք ոչ թե ուրախ ավտոբուս, մենք ունենք ուրախ Հայաստան, եւ դա ամենամեծ ձեռքբերումն է, որի մասին մենք ժամանակին նույնիսկ չէինք կարող երազել։ Բայց հələ մնացել եմ առաջին երկու կետերին, իսկ ժամանակը գնում է։ Մնացել։ Հաջորդը ջրի հետ կապված հարցերը բացարձակ առաջնահերթություն են։ Բացարձակ առաջնահերթություն Երևանում, Երևանի բոլոր թաղամասերում, այնտեղ որտեղ խմելու ջրի խնդիր չկա, կա ոռոգման ջրի խնդիր։ Այնտեղ որտեղ կա եւ ոռոգման ջուր եւ խմելու ջուր, կա կոյուղու խնդիր։ Այնտեղ որտեղ կա եւ ոռոգման ջրի ջուր եւ խմելու ջուր եւ կոյուղի, այնտեղ կա ջրերի մաքրման խնդիր։ Եվ մենք պետք է հասկանանք, որ վատ ենք վերաբերվում մեր երկրին ու հայրենիքին, եթե մենք թույլ ենք տալիս, որ չմաքրված ջուրը, օգտագործված ջուրը առանց մաքրման վերադառնա բնություն։ Դա հետո վերադառնում է մեզ ու մեր երեխեքին, ամենատարբեր հիվանդությունների տեսքով, կյանքի կրճատման տեսքով, կյանքի որակի կրճատման տեսքով։ Եվ մեր ռազմավարական նպատակը այն է, որը ես չեմ ասի թե ինչ ժամանակ, որովհետև դա չափազանց բարդ խնդիր է։ Ոչ մի լիտր օգտագործված ջուր առանց մաքրման չպետք է վերադառնա բնություն։ Սա շատ մեծ, սա մեգա նախագիծ է, ամենամեծ նախագիծը, որը մենք կարող ենք պատկերացնել։ Եվ մենք սա պետք է անպայման անենք։ Իհարկե, հաջորդ խնդիրը շարունակել խթանել կրթությունը եւ աշխատանքը, որովհետեւ մեր փորձը ինչ է ցույց տալիս, որ աշխատանքի հետ մենք իմիջիալոց 2018 թվականից մինչեւ այսօր մեր գործընկերները մի քիչ կլորացնում ենք ճշգրիտ դեկտեմբերը 2025 թվականի դեկտեմբերը 2017 թվականի դեկտեմբերի նկատմամբ 288,000 նոր աշխատատեղ ստեղծվել Հայաստանի Հանրապետությունում, բայց երկրում դեռ կա գործազրկություն։ Եվ մեր նպատակը այն է ռազմավարական, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ոչ միայն աշխատեն, այլև բարձր աշխատավարձային սեգմենտում աշխատեն։ Դրա համար մենք մի խնդիր պետք է լուծենք, կրթության խնդիրը։ Նոր սերնդի դեպքում դա հեշտ է, մենք բոլոր տեղերում կկառուցենք մանկապարտեզներ, դպրոցներ եւ այլն, եւ կապահովենք, որ իրանք դառնան չափահաս, իրանք պատշաճ մակարդակի կրթություն ստանան։ Չափահաս քաղաքացիների դեպքում մենք պետք է աջակցության ծրագրեր ունենանք եւ որ մարդիկ վերապատրաստվեն եւ աշխատանքի շուկային առավել համապատասխան դիրք գրավեն եւ իհարկե կրթությունը մենք հայտարարել ենք ռազմավարություն եւ մենք առաջին 300 դպրոցը ավարտվում է այս տարի մինչև տարվա վերջ։ Սկսել ենք երկրորդը, բայց ես ձեզ ասեմ, երրորդի կարիքն էլ ալինելու, որովհետև մենք այդ ծրագիրը մտանք, ասում ենք 300 դպրոց որ կառուցենք, հարցը լուծած կլինենք։ Պարզվեց Հայաստանի 1200 դպրոցները բոլորը, ըստ էության բոլորը, բացի նրանից որոնք մենք այս ընթացքում կառուցել կա, բոլորը ինչ որ միջամտության կարիք ունեն, բոլորը ինչ որ աջակցության վերակառուցման եւ նորոգման կարիք ունեն եւ այդպես շարունակ։ Եվ մյուս թեմաների մասին ավելի ուշ կխոսեմ, իսկ այս պահին էլի ուզում եմ հազիվ հուզմունքս հաղթահարել եմ, ուզում եմ բոլորիդ կոչ անեմ 2026 թվականի հունիսի 7-ին
գնալ ընտրական տեղամասեր եւ քվեարկել քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին։ Ես հիմա ձեզ նույնիսկ չեմ ասի, թե ինչի, որովհետեւ այս ընթացքում դուք այնքան բան ասեցիք, որ ինձ ասելու բան չթողեցիք եւ հետեւաբար ես կարգախոսային տրամաբանությամբ կառաջնորդվեմ։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Աջափնյակին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ շատ։ Կգնանք ո՞նց ասես։ Հա գնանք տորթը կտրենք։ Արի արևս։ Նա թխված կտվեք։ Դες չես ուզում։ Արտատիկ հետո թեյի հետ կտա։ Քարտեզներ էլի քարտեզ։ Աշեկով շա։ Դաբինում։ Հաջան։ Ես Ալբանիայի մայրը 33 տարից եմ դրանում։ Երբ ասող։ Ես նամակ եմ գրել էլեկտրոնային պոստայով։ Երբ եք գրել։ Քանի օր առաջ։ Ես հիմա անկեղծ ասեմ, էլի ես հիմա։ Իմանամ որ այդ հարցին գտնում։ Չէ, ես հիմա նամակներ չեմ ասցնում կարդան, որովհետև ամբողջ օրը քարոզարշավի մեջ եմ, բայց ի՞նչն է հարցը։ Այն որ քնչականը 4 տարին դրանում է, մի բան չի։ Նորություն չունի։ Իսկ ի՞նչն է թեման։ Թեման տղայիս համար է։ Սպանության զոհադարձել ինքը, թե մարտական պայման։ 4 ժամ։ Բա ի՞նչն է քնչականը, ինչ է Ոչ կապը։ մի, ասենք, ոչ մի բան չի ներկայացնում ինձ, ոչ մի տեսակ։ Զոհվածի մայրը, մի հատ խնդիրի քնչական ինչ խնդիր պետք է լուծի, որ չի լուծում։ Գրել եմ, հրաժարակարին եմ ուղարկել, քինբոքսի չեմպիոն է Ռուսաստան դաշնի։ Ներողություն եմ խնդրում, վերջին շրջանում չեմ հասցնում իսկապես նայեմ։ Իմ օգնականն է, պարոն Իսախանյանը։ Կարելի է գրկա խառնվել։ Իհարկե։ Ես դրտից եմ եկել։ Պետք է ինքան մնամ, որ ձայնս տամ ձեզ։ Որտեղից կոնկրետ։ Ռուսաստան, Մոսկվա։ Ուրախ եմ շատ։ Ես էլ եմ ձեզ հետ, որ դեմ միշտ հետ եմ ցավը տանում։ Առողջ եղեք եւ մեզ։ Քարտեզ ունեք։ Շնորհակալություն, բարի։ Հնարավորություն ունենք ձեր հետ համ նկարվելու, համ էլ Եթե արագ նկարվեք, հա։ մեկ էլ ձեր քարտեզի դեպքը հնարավորություն։ Պարոն Շատ Աբինյան, շնորհակալ դուք եք կանգնում ամեն եք, ինչի ես էլ եմ համար։ կանգնում։ Գնացեք ձեր հետևից գնացեք։ Համեցեք։ Քարտեզը։ Ձեր օրդինյանն էլ ասում, օրդինյանը, Արմինեն, օրդինյանը։ Հա, հաճույք։ Հայրիկ ջան, մոտենանք այն հատվածում հեսա կանգնելու։ Դով ջան շարժում ենք, հայրեք առը։ Ես վարչապետ իշխանն եմ սիրում։ Ես էլ ձեզ եմ շատ սիրում։ Զգուշ երեխեն գիրկնա։ Երեխեն չի երևում, մի րոպե։ Հա։ Ուր ենք գնում, պարոն։ Բան։ Զրուցա տաղավար։ Զրուցա տաղավար։ Չեն թողում ձեզ մոտենանք, հարց եմ ուղղ, բան եմ ուզում ասել։ Եղբայր, ասեք։ Ես ձեր չեմ տալի ձեզ։ Թշնամի երկրի նախագահ անկախության հրճակագրից է խոսում։ Ինչից։ Անկախության հրճակագրի որպես համանդրություն ցանը դա։ Մենք էլ հայտարարում ենք, թե դա բանա, խանգարող հանգամանք։ Անկախ նրանից թե մի րոպե էլի, ես ձեզ ասեմ, անկախ նրանից թե ով ինչ հայտարարում։ Մենք հայտարարել ենք, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետքա չշարունակենք եւ ժողովուրդը Ղարաբաղյան ակնհայտ շարժումը դուք նաև հայտարարեցիք, որ սխալելի սկզբան է։ Այո, այո։ Բա ոնց Ղարաբաղի շարժումը, Արցախյան շարժումը ի սկզբանե սխալ է։ Իմ հետևությունը դա։ Առաջին մարդկանցից մեկը դուք եք։ Այո։ Իրա հետ ենք եղել այդ շարժման ժամանակ։ Երբ։ Այն սկզբի վախտերը։ Սկզբից ես դպրոցական եմ եղել, բայց ես եղել եմ։ Հետո այս տարիքից ես էլի եմ շարժման մասնակցում։ Եթե ձեր ազգանունը ինչ է։ Լեքոնյան։ Ամերկոնյան։ Ես հասկացա ձեր հարցը։ Կարող եմ անուն Չէ, չէ, եթե հասեն։ չէ, ես ուզում եմ ձեզ դիմելու համար եմ ուզում ազգանունը։ Դուք հարց եք տվել, ես ուղղակի ուզում եմ, եթե կարելի արձագանքեմ,
Եվ դա իմ արձագանքը, որտեղ սպասում են մարդիկ։ Ես ասել եմ Ես դժգոհ եմ ձեր արձագանքից։ ձեր իրավունքն է, ձեր իրավունքն է, ձեր իրավունքն է, ամենայն հարգանքով։ Հա, խնդրեմ։ Կարլա սրտի կանենք։ Ձախով, վարչապետ մայթով գնանք, մտնենք։ Բարև ձեզ։ Բարև։ Ուրա! Օ! Չէ, բայց այ ժողովուրդ, այս խալտորդ եք կտրես, են չեղավ։ Չէ, չեն կտրես տորտը։ Չկտրեք այս տորտը, որովհետև ամենատարբեր մեկնաբանությունները կան։ Չէ, տորտը չեն կտրի։ Չէ, չեն կարի։ Ամենայն հարգանքով, բայց խնդրում եմ ընդհանրապես Հայաստանի քարտեզով տորտ չանել։ Ուրիշ նվեր էին արել, պարոն Փաշինյան, մենք փոքր արտադրամասի շնորհակալ ենք շատ, բայց հազար ներողություն չեն կարա կպնենք այս տորտին, որովհետև ամենատարբեր մեկնաբանություն։ Չէ, չկտրեք։ Շատ շնորհակալ ենք, շատ։ Հա, տորտերը սրտիկով բանով անենք, բայց Հայաստանի քարտեզով տորտ ընդհանրապես պետք չի։ Հազար ներողություն եմ խնդրում, շնորհակալ եմ։ Ես հասկանում եմ, որ ինչ են նկատի ունեցել, բայց ուտելու բաները Հայաստանի քարտեզով պետք չի։ Գնացինք։ Գնացինք, չեն կտրու, գործ դուք էլ չկտրեք, դողեք մնեք չկտրեք։ Բարև ձեզ։ Լավ եղբայր ջան։ Պարոն Փաշինյան, Հաջա։ քաղաքացին ամես փոխանց։ Շատ լավն է։ Հայրների հետ։ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուզում եք դերեք տոպրակ։ Ժորժան, դուք ինձ մի ասեք։ Ես դրանում Ես ժորդ հələ կներեք։ Ես էլ ձեր նման ունեմ մի ձայն։ Մի ձայն։ Դուք էլ մի ձայն։ Ես այդտեղ ընդհանրապես այդ են հարցն է, որտեղ ես ոչ մի միլիմետր ավել բան չեմ որոշում, ինչքան դուք, ավելին ես ավելի քիչ եմ որոշում, որովհետև ժողովուրդն է։ Մենք արդեն որոշել ենք։ Էդ ուրիշ, եթե որոշել եք, էդ ուրիշ, ուրեմն եղավ գործը։ Հաճույքով։ Հայաստան ուրիշ տարբերակ չունի։ Շնորհակալ եմ եղբայր ջան, շնորհակալ եմ։ Աջակցություն ձեր գործ։ Շնորհակալ եմ։ Էլի քարտեզ։ Գնացինք պան Ավինյան ասեք ուր ենք գնում։ Այս կողմով։ Բարև ձեզ։ Ուրախ եմ շատ։ Լավ եք։ Շնորհակալություն։ Ձեզ։ Պարոն վարչապետ, Հաջա, բարև։ սրտիկով նկարվենք Հաճույքով։ Մի րոպե որ ձեռով Ոնց են։ անենք։ Ահա, կլինի։ Ահա։ Բարև ձեզ եղբայր։ Համեցեք։ Խնդրում եմ արագ, մաքսիմալ արագ։ Քարտեզ ձեզ։ Բարև ձեզ եղբայր։ Եթե արագ հա եղբայր, արագ խնդրում, ով է նկարում։ Աչ են։ Շնորհակալ եմ։ Գնացինք, շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք ջեր մտ։ Մենք հաջորդ բան։ Այս որ թվականին էի, կարեք 23, Հաջա, բարև ձեզ։ Մարիամն եմ, ես 3 օրով եմ եկել Հայաստան, որ մասնակցեմ գոնե 100,000 չեմ, որովհետև չեմ կարողանալու Բրյուսելին մասնակցեմ, սովորում եմ։ Չենք թողելու ձեզ գնալ, միջև շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Ու ձեր վարած քաղաքականության համար, որովհետև Հա ունեք քարտեզ, բայց ոչինչ մի հատ եմ։ շնորհակալ եմ։ Բարև եղբայր ջան։ Կարող եք նկարվել։ Կարամ ձեր հետ նկարվել։ Հա, էսա Մարիամը նկարվի։ Որտեղ եք սովորում։ Ես Եկեղենյան համալսարանում, որտեղ որ սովորել եմ։ Որ համար։ Եկեղենյան համալսարանում Կրակովի, ձեր գործընկերներից Ռուբեն Ռուբինյանը։ Բան աղի չեք պատասխանում։ այո, ասացին որ դուք ինձ գրել եք։
Քարտեզ ունեք։ Հեսա տվեցի։ Շնորհակալ եմ, պարոն Փաշինյան, Աչքովս չինգ է ճիշտն ասած։ Բան եմ ուզում խնդրել, առաջարկություն էլի, եթե հնարավոր է, բանի համար ֆիզիկական անձանց համար Stripe, PayPal, Wise, Revolut այդպիսի բաներ բերեք, էլի payment Աշխատում ենք PayPal-ի շուրջը։ Իմիջայլոց YouTube-ի մոնետիզացիան վերջնական միացավ արդեն։ Stripe-ի համար պրոստը ինքանով է լավ, որ Stripe-ը գոնե կարող ես donation ստանալ։ Շատ լավ։ Ով է նկարում։ Ես կնկարեմ, մի վարքի։ Նարեկ ջան նկարի։ Ես կարող եմ նկարել։ Այո։ Լավ է, լավ է։ Արեք պարոն Փաշինյան, կարելի է Համեց։ Ես Երևանու առաջի վարչական շրջանի բնակիչ եմ։ Բայց տարածքում բացի լույսից ուրիշ ոչ մի կոմունիկացիա չկա։ Ոչ մի բան։ Դա հասկանում եք։ Որ թաղամասի։ Երևանու առաջի վարչական շրջան։ Այդ որն է։ Վարդաշենից վերև։ Աղբանության համար դիմեցինք եկան։ Ճանապարհի կեսից պրոստը ֆրացին։ Քաղաքապետը լսեց։ Համեց։ Մի հատ էլ տվեք, էլ աղբորս համար եթե։ Մի հատ էլ քարտեզ, մի հատ էլ քարտեզ։ Շնորհակալություն։ Մի հատ բանը որ ես տարիքին։ Պարոն վարչապետ, խոնարհվում եմ։ Ես եմ խոնարհ։ Դերսից եմ եկել, մասնակցել եմ Թավշյա հեղափոխությանը եւ մեր խաղաղությանը տեր եմ կանգնելու ձեր հետ Շնորհակալ եմ։ Մնալ եմ Հայաստան, ձեր կառավարությունը մեզ շատ դուր է գալիս։ Շնորհակալ եմ։ Լավ է։ Միշտ ուժեղ։ Ես եմ շնորհակալ։ Այս ինչ լավ տեղ է։ Էս նոր ենք բան։ Չէ, էսի արդեն մի քանի տարի է ստացել։ Շատ լավ։ Բարև եղբայր։ Լավ եք։ Բարև։ Շնորհակալություն։ Մավետ ջան։ Գրաֆիկից հետ ենք արդեն։ Հա, խնդրեմ։ Քարոզարշավի ամեն օրը նոր շերտեր է բացահայտվում, իսկապես այսօր, չգիտեմ, առանձնահատուկ թե ընթացքից է բան, բայց իրոք մարդկանց բարի եղբայր։ Հարցում էի, պարոն։ Համեցեք։ Կարելի է, հա։ Համեցեք եղբայր։ Ես մի անգամ ձեզ դիմել էի։ Ինչ հարցում։ Մի քանի անգամ էլի։ Ես մեր ժողովրդի քիչ հարուց վարժերի հարցում։ Ժողովուրդ ձեր ազգանուն ինչ է։ Համբարձումյան։ Բան Համբարձումյան, տեսեք, դե մենք ծրագրեր ենք անրել մի քանի հատ, ներառյալ հիմա անհուսալի վարկերի այդ ծրագիրն ենք անում, որտեղ շատ մեծ ակտիվություն անկեղծ ասած չենք տեսնում։ Հիմա պետք է մտածենք ինչ կոմպոնենտով հարստացնենք այդ ծրագիրը, որ մարդիկ ավելի շատ արձագանեն։ Հա, այսինքն աշխատողը գիտի, չէ՞, մենակ աշխատողի գազերը։ Հա, դե բայց դե պետություններ եկամտային հարկով մասնակցում ա, որ այսքան ֆիզիկական ճաշարանք ունեցող մարդիկ հասկանում են ֆիզիկական ունեցողի։ Եղբայր ջան, միտքը լավ չեմ հասկանում։ Ինչ եք ուզում որ մենք անենք, ասենք։ Չենք ուզում ուղի եթերում խոսենք, Այդ բարդ է։ Հա, ուզում ենք հասկանանք, դենենք ոնց անելը որ լավ լինի, այսինքն մեկը բոլորը մեկի համար կարող լինի։ Հա, բայց ֆինանսական պատասխանատվությունը էլի աջակցենք, բայց ամեն մարդ ինքը Դուք չէ, այսինքն մենք որպես փողոցում տղեկ որ չհավաքենք, ինձ բոլորը գումար հավաքենք լեգին օգնեն, օրինակ ձեզ մի քիչ առաջ դիմեցին, որ օգնենք, դուք ասեցիք դրա կաշառք, բայց չօգնեցիք։ Այսինքն ստե չկան մեր մեջ բարի գործներ, որ հանենք այդ մարդուն կօգնենք, ասենք գնա այդ եղբայր հիմա փոխտալ չի կարելի, Հա, չէ։ հիմա չի կարելի, ես ուրիշ բան ասում, չլսեցիք, գնում Դե ասեք։ հետաքրքիր է, ես այս քաղաքացի Ինչ եք ուզում որ ես անեմ, ասեք։ Եթե ուրիշ տեղ Սիրելի քաղաքացի, ինչ եք ուզում, որպես որ անեմ։ քաղաքացի սաղաց իրար հետ կանգնեցին երկրի հարցեր լուծելու։ Ինչ եք ուզում որ ես անեմ։ Հիմա կոնկրետ ձեզ համար ինչ եք ուզում ես անեմ։ Իմ համար ոչ իմ, բոլորիս համար։ Բոլորի համար կարանք ամեն մեկս 2000 դրամ մեր աշխատավարձից ամեն ամիս հավաքենք, 1 միլիոն աշխատող կլինենք։ Հարգելիս, մենք ամեն ամիս, հիմա մենք ամեն ամիս հարկեր ենք վճարում եւ երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխային ամիսը 50000 դրամ տալիս է միջև դպրոցական տալիս է միջև երիկում մենք էլ հավաքենք ամեն մեկս 2000 հավաքեք եղբայր ջան հավաքեք որ կնանիքից ոնց հավաքենք այսինքն օրեկի կարող եղբայր չեք հասկանում Վարչապետ, կարելի է մտ նկարվենք։
Արագ եթե ով է նկարում։ Ես էլ կարող եմ։ Նկարի կորն ավինա։ Նկարում եմ Հանգիստ էլ Երեք օր։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն շատ։ Արանյան, մի հատ էլ ինձ հարմ նկար չունեմ։ նկարում եմ դե փաշտ։ Դավայ։ Հա, սուր։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Փաշինյան։ Ձեր ծրագրերը բոլորը մեզ դուրա գալիս, մենք շատ ուրախացել ենք, շատ հարգում ենք ձեզ։ Հիմի մի խնդրանք ունեմ, մի բան լավ չի։ Քարտեզն է։ Հա, խփեք քարտեզը։ Մի հատ էլ այդ բաներից տվեք։ Ինչից։ Բուկլետ։ Նորաշեն 6-րդ շենքը։ Այդ բանի գարաժ մոլի հետևն անգնում էլի։ Պարոն Փաշինյան ջան, մենք ճանապարհ չունենք, շնչելու տեղ չունենք։ Հենց հիմա մայրիկ ջան, հեսա լսենք ձեզ։ Փոշի ու կեղտը մեզ խեղդում են։ Մեր համար բուժումները Հեսա անում ես։ քաղաքապետը պլանավորելա կանի ամեն։ Մեզ համար բուժումները անում ես, բայց մենք տեղ չունենք դուրս գանք, որ բուժումը մեզ օգնի։ Հիվանդանում ենք, այ այդ փոշուց ու կեղտից։ Տեղ չունենք։ Կլուծենք, մայրիկ ջան, կլուծենք։ Եղավ։ Հերթով բոլոր ճանապարհ ճանապարհ չկա, որ Մայրիկ ջան, այս կեցակ տղային կմոտենաս, իրա հետ քայլի։ Բարև ձեզ։ Պաստորեն այս շենքի այս նոր է սարքվել։ Հա։ Հետաքրքիր է, բախի են այդ մի քանի հարկը չեն բարձացել։ Որովհետև ֆինանսը չի հերիք։ Զգուշ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Ատուկ եկել եմ ձեզ, բարևել եմ։ Շնորհակալ եմ, եղբայր, շնորհակալ եմ։ Արի եղբայր։ Բարև։ Քարտեզ։ Մերսի շատ։ Ո՞վ է նկարում։ Հեսա։ Մերսի շատ։ Լսի, մի անգամից երկուսին միանում, հա։ Ոնց։ Համակարգ այս JBL-ները մի application-ով կարողանում ես Որտեղ մի անգամ պետք է ես ասում էի չի լինի։ Ժամը մեկն եղավ, լսի, ասինքն 2 ժամ ստե կանգնած։ Գարցան այդ հարցերը սխալ ասում։ Են մարդու աստվածաշնչի հարցով մի հատ խոսանք տենան կարան։ Իդենտիֆիկացիա պրոստը չի պատասխանում բարեկրու մարդը։ Հատ մեգաֆոնը տունան։ Կարող այ մանաս շենքի համարը 24-23 հասեմ ոնց է Նորաշեն 23 չէ 24 չէ Նորաշեն 23 և 24 շենքի հարգելի բնակիչներ ողջունում ենք բոլորին ուրախ ենք ձեզ տեսնել և եկել ենք ձեզ կոչ անելու որ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում գնաք ընտրական տեղամաս հետևյալ տրամաբանությամբ
մարդ չկա, թե որ մեր Կանենք։ Երիտասարդական։ որ կմիանա, լավ կա, լիքը մարդ կա, իրանք։ Իջացրեք։ Կոչ անել ձեզ, որ 2026 թվականի երեխեք եկեք հլե, եկեք գործ կա։ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում գնաք ընտրական տեղամասեր հետևյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Աստվեցին։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Աստվեցին։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Աստվեցին։ որովհետև պետությանը Տերենք։ անկախությանը Տերենք։ ապագային Տերենք։ խաղաղությանը Տերենք։ Աջափնյակին Տերենք։ Երևանին Տերենք։ Հայաստանի Հանրապետությանը Տերենք։ Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը Ի սկզբանե վրանսկային ժողով ընտրել եկել եք ստեղ անձրևոտ օրը ճիշտ է, մեկը ես եմ եղել Շնորհակալ եմ ես ուզում եմ ձեզ շատ եմ սիրում ձեր համար Շնորհակալ եմ մի բան եմ մի հարց միայն մի բան ես նայրիտում եմ աշխատել 39 տարի Փակվել է ես հոշակառու եմ արդեն մեր փողի մի մասը տվին մի մասը չտվին հնարավոր է որ այդ 1.5 միլիոն նորից ստանանք թե չէ Պարտքեր չեմ փակվեց Չէ, ոչ Մենակ ղեկավարությունը իրենց փողերը ստացան, բանվորները մնացին այդպես չստացած։ Թույլ տվեք հիմա արձագանք չունեմ, մի հատ պարզաբան ենք հասկանում։ Եկեք մի հատ գրկեմ, էլի մեկ էլ աղջկաս խնդրեմ ինձ նկարելի, դուք իմ չեք իմանում ինչն եք։ Շնորհակալ եմ շատ։ 7 հոգի ենք եղել, մեկը դուք եք եղել։ Շատ շնորհակալ եմ խաղաղության համար, ամեն ինչի համար, այս բանկի համար, ամեն ինչի համար չեք պատկերացնում ինչեր եք արել դուք մեզ համար։ Ոնց որ թե իսկականից Արի անուսի կար իրար հետ, իմ աղջիկնա Պարուն Ավիյան, դուք եք ինձ հիշեք Նույն նայրիտի հարցով ձեզ էլ եք դիմել Այո, մի մասը փակել ենք այն Չեք ժամանակ։ պակ, իմը թողել եք 1 միլիոնը կես պակ Ձերը բայց ձերը առած։ Այն ժամանակ մենք թողենք։ Այսինքն բարասան փակել ենք։ Լեոնարդ Չեմ մոռանա։ Քարտեզն է Շնորհակալ եմ շատ Ձեզ երկար կյանք եմ ցանկանում, հարցություն եմ ցանկանում Շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ շատ Նկար Զգուշ երեխեք Հա երեխեք Բարև ձեզ Շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար մոտիկից։ Այնպես եք անում, որ այդ մոլախոտերին խախանեք, բոլոր տեսակի։ Ձեզ ի՞նչ է կախված, ձեր քվեարկությունից Էլ եմ ասում, այդտեղ այն դեպքն է, որ ինձնից չի կախված, ամբողջը ձեզնից Հաշվում եմ սրանից։ Ամբողջը ձեզնից է կախված Բայց զգուշ Դες մի հատ է հայրիկս Մերսի շատ Ահա Բայց ես չարեցի Շնորհակալ եմ Ես շատ եմ Ես ուղղակի իսկապես զարմացած եմ, էլի Զարմացած եմ Բարև ձեզ Լավ Սենց շնորհակալ ժողովուրդ, սա աներևակայելի է ուղղակի, էլի որ մի բան կարաս անես եւ 10 անգամ ավելի շատ մարդիկ շնորհակալ են, այս խելագարվելու բան է, ու սա մեր ժողովրդի այդ մեծ հոգու մասին է, մեծ հոգու, մեծ սրտի, մեծ հոգու եւ մեծ սիրո Մի րոպե, մի հատ մեգաֆոնը Սերոբ որներ 23 Նորաշեն թաղամասի հարգելի բնակիչներ 23, 24, 25, 26
Շենքերի սիրելի բնակիչներ, ուրախ ենք ձեզ տեսնել եւ ուրախ ենք, որ հերթական անգամ ձեր բակ ենք այցելել եւ եկել ենք մի ուղերձով։ Խնդրենք ձեզ կոչ անենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամասեր եւ քվեարկեք հետեւյալ տրամաբանությամբ եւ բովանդակությամբ։ Սիրում եմ ձեզ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Որովհետև պետությանը տերենք, անկախությանը տերենք, ապագային տերենք, խաղաղությանը տերենք, հաջափնյակին տերենք, Հայաստանի Հանրապետությանը տերենք, Երևանին տերենք, Թարքնահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Գալիս ես գիրկս թե կանգնած։ Գաս։ Կանգնած։ Ով է նկարում բա։ Լեոնարդ ջան, հա։ Լեոնարդ։ Ես վերցրու։ Հա, ոչինչ, կատե։ Հաջա։ Իհարկե։ Էս ով է, էս փուճուրը։ Մի հատ է։ Արի, քարտեզ։ Էս քեզ դու էլ ունես։ Մի հատ էլ լոն։ Բարև ձեզ։ Ես ուզում եմ անպայման նկարել, որ խնդրեմ կնկարեք։ Բուկլետ։ Անպայման։ Խնդրեմ եղբայր։ Մի հատ էլ իստովեք։ Ով է նկարում հենա։ Շնորհակալ եմ։ Մի հատ էլ քարտեզ տվեք, շատ շնորհակալ եմ։ Գանდა պայում դա։ Բարև։ Ո՞դոնոր դեպքայ։ Բարև եղբայր, լավ ես։ Հետո մեի տեսնեի բարոն Փաշինյան։ Շնորհակալ եմ։ Իսկ էլ մի հատ նկարվենք։ Ով է նկարում բա։ Նկարի։ Յասիկ ջան նկարի մի հատ եղբայր։ Ինչ-որ բան Չէ, ասի։ դա դժվար չի լավ է։ Տուր տղերքը նկարեն։ Ամբողջ օրը հերոստացույց եմ նայում։ Հա, նայում եք։ Ոայ։ Հերոստացույցից եք ինֆորմացիան ստանում, թե բանից, ինտերնետից։ Ինտերնետին չեմ հավատում։ Հետաքրքիր է։ Այնտեղ սուտ եմ խոսում։ Քարտեզը վերցրու։ Քարտեզը վերցրու։ Շնորհակալ եմ։ Բուկլետ էլ տվես։ Ես կտամ տիկնո։ Երեկա 4-ը։ Ով։ Դավո եկեք, Դավո։ Եկեք։ Արագ բայց։ Ես շատ եմ սիրում։ Ես էլ ձեզ, բայց ձեզ ինչքան եմ սիրում։ Մի հատ նկար է էլի սրոջ։ Մեր քաղաքապետն էլ լավ է։ Յանել եմ սիրում, մեր քաղաքապետին էլ եմ սիրում։ Քան շնորհակալ եմ։ Հա քաղաքապետը այսքան գործ է, չէ՞ արել։ Քաղաքապետն է։ Յանել եմ սիրում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Այսի սիրուն տեղերա։ Քարտեզ ունեք, ունեք քարտեզ։ Այս բացահայտիր Հայաստանը եւ բացահայտիր Երևանը ժանրի բանա, նոր ճամփեք ենք Երևանում։ Հա, եղբայրս, ասա։ Բա ոչ չեմ կարա։ Լա։ Վերցրու։ Լեոնարդ։ Նկարողը որտեղ է նկարում։ Մի հատ է։ Իմ աչիկի հետ։ Վերցրու։ Մի հատ է։ Դու ոնց ես եղբայր։ Մի հատ էլ լեն։ 1000 բարի, 1000։ Լավ է։ Ինչի ատելություն, ամեն տարի ոչ մի տարի չեք։ Եկել եք խոստացել եք, որ լիֆտը կդնեք 21 տարի մենք լիֆտ Մենք 3 տարվա ընթացքում բոլոր լիֆտերն Քանի լիֆտ բոլոր ամ։ լիֆտերը փոխել եք։ Այո։ Երեք մենք եք ու չկա, ծրագրերում չկա, ամեն տարի բոլորը պարոն փոխվել է, Փաշինյան բոլորը փոխվել։ խափում են, ասում են ասեք կանենք եկել եք, հիմա ասում եք արա, այդ կարելի է պարոն Փաշինյան, մեկ անգամ խնդրում եմ ձեզ, Տիկին, ձեր եկեք ազգանունը բարձր Կոստանյան գողարիկ։ Տիկին Կոստանյան, այդ որ ասելա ասեք կանեք լիֆտերը փոխի, չէ։
ինքը ժամանակ ունի իր ընտրական փուլի սկզբից մինչև վերջ։ Չէ, բայց պետք է փուլի վերջում մի րոպե կլինի։ Ինքը ասում էր, մարդկանց 21 տարի հնարավոր է, երեխեք ունենք 154 բնակարան է։ Մի րոպե, ես խոսում եմ, թողեք խոսամ։ Ես 2 ժամ անգաս 17 թաղամասից ման եմ գալի, որ ձեզ տեսնեմ։ Արդեն միտքս էլ բան, թողեք խոսանք էլի մի հատ, 54 բնակարան ունի մեր շենքը, ամենավերջի շենքը, անտենություն, այո, որ ընդհանրապես ոչ մի դեպուտ տեսեք, մի րոպե, տեսեք, թողը մի րոպե խոսամ, ասում են ձեր շենքը քարտեզում չկա, բա Թուրքիայի քարտեզի մեջ եք մենք, որ քարտեզի Տիկին ջան, Կոստանյան Տիկին Կոստանյան, հազար ներողություն, լսեցիք ինչ ասեց Ես չեմ ուզում, 21 տարի լսել եմ, 21 տարի լսում եմ, Մի հատ էլ կլսեք, շենքը ասում ավարտական փաստաթղթերը նորմալ չեն եղել Փաստաթղթերը հիմա կարգավորել է որ խոստացել եմ որ լիֆտը առանձին գնել ենք լիֆտը ճանապարհն ասել Ես ասեմ էլի որ Տիկին Կոստանյան ջան չէ մի րոպե էլի խնդրում եմ ես հասկանում եմ Դարձավ 68 տարեկան 20 քանի տարի է կմեռնեմ նոր կարող է դիպը լինի ու ես չտեսնեմ Այս տարի կլինի այդ չի հարցը Մեղք եք էլ մեռա դեղանալով ոտերի սկսելով սրտի հիվանդ եք Երևանում գիտեք քանի լիֆտա փոխվել Մեր ձայները ձեզ պետք չեն 2560 լիֆտ Չէ մենք ընտրող ենք Դուք էլ ձայնի համար Նախ մենք լիֆտը ձայնի համար չենք փոխում մենք մարդու համար ենք փոխում որ այդ մարդն էլ ձեր կատարած աշխատանքի համար է Հազարներով մենք լսեցինք ձեզ կլսեք մի վարքյան Երբ որ ձեր շենքի փաստաթղթերը նորմալ չի քաղաքապետարան չի կարող շենքի վրա ծախսանի Հիմա մի րոպե Բա ինչ ենք արել այս ծաղկացումը աշխատել ենք այդ շախտանել ենք տանիք ենք հատուկ կառուցել ձեր համար որով լիֆտը տեղավորացնենք Պրոստը չեմ ուզում տանիքից խոսամ լավ անցնենք Չէ դիքի կներեք էլի դուք եք պատասխանատու ձեր շենքի քննադատության մեջ այդքան էլ արդար չեք արդար չեք ով է մեղավոր արդար չեք ասում եմ հազար ներողություն արդար չեք ձեր քննադատության այ ես նստած կանգնած լսում եմ արդար չեք Այսինքն 21 տարի հեշտ է մարդը Ես բացասնում երեխեքը գնում են Բա 21 տարվա չարած աշխատանքը հեշտ է 3 տարում անել Չէ 3 տարի Լավ 5 տարի 8 տարում հեշտ է 3 չկա 2.5 Մեզ չի, ես հայկին տեսել եմ, որ պետք է քաղաքապետ ընտրվեր Զեյթունում, եկել բանա տալիս է ինձ, քվյաթերթի Ես իրան ամոթանք տվեցի Ասի որ քվյաթերթի Մի ամոթանք է մեզ տվեք գնանք Չէ, ամոթանք չեմ եկել տալ, ես եկել եմ Նախ առաջինը ես դիմում ունեմ, մոտս, որ պետք է տամ ձեզ Իրան Թե ինչ Գրածը անձան Փաշինյանը Հա, դե ես եմ Փաշինյան Բայց եթե վերելակինն է մեր մասին է Հա, վերելակին եղածը ճանապարհն է Հələ ռեալ երբ կփոխվի, ռեալ Իչև տարվա վեճ կփոխվի 100% Բարո վարչապետ մի հարց կարելի է Ներողություն եմ խնդրում, որ միջև հիմա ձեր ակնկալիքները չեն բավարարում Ներողություն պետք չի Պետք չի ներողություն Մենք Դες սկզբից ներողությունը, հետո լիֆտը Վարչապետ մի հարց կարելի է Հորմիկից Սպասեք այս հարցը լուծենք Բայց շենքի բնակիչները Իրոք ներողություն եմ Ես հասկանում եմ Իրոք ներողություն Իրոք ներողություն Մի անգամ արի բարձացի Տիկին Կոստանյան ջան Որտեղ է մոտիկա անգամ եղել Մոտիկլներ հիմա գային բարձանայինք Արի բարձանան քանի անգամ կբարձանա Մի անգամ կբարձանա Այդ լիֆտը փոխարինվում է որովհետև ձեր բակում ժողովուրդը ինձ խնդրել է միայն որ Տիկին Կոստանյան ջան փոխարինվում է միայն որ չի փոխարինվում է սաղում են չի եղել սկզբում ասելա մաքսի Տիկին Կոստանյան դուք լիֆտ չեք ունեցել ԻԲՆ այդ շենքի ստեղծման օրվանից ասիկա հնոց չի Քոչարյանի Սերժի վախտով Տիկին Կոստանյան ես լուծում եմ հարցը Տիկին Կոստանյան ջան կներեք մի րոպե հերթո Թորների ինչքան են թորները մի հատ լեո թխվածք դուր բարև երախեք ջան Ես էլ թոր Մոտավորապես չի
Հավիլյան ջան։ Այս տարի Կոստանյանը ամիս Ես մի հատ հարց տամ, էլի դες Մարուխ Հաչյանի խճունի, ես դրա համար եմ ուզում։ Երեխային չտամ, Ես եմ խոստացել, գիտեմ անելու ենք։ Այս տարի անելու ենք, հաստատ 100%։ երեխային վերցրեք։ Զգույշ խնդրում եմ զգույշ։ Վախ մռութես։ Խնդրում եմ Աջափնյակի դպրոցներին մի փոքր ավելի ուշադիր լինել։ Ամենաառաջինը 185-ի մասին է խոսքը, որտեղ որ իմ տղան է դպրոց գնում։ Չգիտեմ ինչու մի քիչ ուրիշ ձև են վերաբերվում։ Նու այնտեղ Նախ շենքային պայմանները վատա։ շենքային պայմանները նորմալ է, բայց որ դիվտի վիճակը ավելի բարեդավի, միանշանակ ավելի լավ կլինի։ Չէ, դպրոցի շենքային բան։ Դպրոցը չէ, դպրոցը Մթնոլորտը նկատի ունեք աշխատանքը։ նկատի ունեմ տնօրենից բռնացած տնօրենը ճիշտ ձևով չի խոսում հարաբերական աշակերտի հետ։ Որ դպրոցներ 185-ը։ Կպարզի, քաղաքապետը։ Ու հիմա ես նկարվեմ ձեզ։ Հա եղբայր։ Տնան ավարտական դասարանը։ Էսա հիմա մի վայր։ Եղավ Եղավ նորմալ նկար եղավ, ստուգեք։ Մեղավորների դպրոցական չէր։ Իսկ անմերներից մեկը իմ տղան է, ասել է մինչև ամսի 22-ը դպրոց չկա։ Ինչի համար։ չգիտեմ ինչի համար, բայց Լուսինեին խնդրում եմ պարզ։ Իմ Մեզ երկես։ Սպասի։ Երկի, ես կպանեմ։ Մի վայր։ Ոչ թե հողով ու հացով, այլ քարերով ես հարուստ, քարին քնար դու խանդավառ, մեծ հանճարներով ես հարուստ, դու խանդավառ մանուկների խինդու ծիծաղով ես հարուստ, մեր մեծ հայրենիք, հազար հայրենիք, մենք քո գրկում ենք խաղաղ երջանիկ, մեր մեծ հայրենիք, հազար հայրենիք, մենք քո գրկում ենք խաղաղ, մենք քո գրկում ենք խաղաղ երջանիկ։ Շատ ապրես։ Ներողություն մի հատ քարտեզ կտաս կորես։ Հայ մաղջկան է տվեք էլի։ Ու շարժվենք, ժողովուրդ ջան, վերջին նկարվելն ենք, նկարվում ու փայլեցինք։ Արիջան նկարել, դալես։ Ձեզ որ կազմենք այսօր ստեղ կմնանք։ Խնդրում եմ, էլի ես կողմով Արսեն ջան։ Հապե։ Վերցրու։ Բարև Փաշինյան ջան, ես ձեզ շատ հարգում եմ, սիրում եմ, շատ շնորհակալ եմ ձեզ։ Ու մեր երկրի խաղաղություն եք բերել։ Ես եմ ձեզ շնորհակալ։ Արևս, հետ հայլեցինք։ Հա, ցավոք, լավ։ Տոտա ջան, ձեզ ձեռքերի մի հատ նկարեք։ Արևս, անմուտ ինչա, հայլեցինք պան վարչոք։ Շատ սիրուն անում։ Այդ վերելակի հարցը պտի լուծվի։ Չեն թվում խոսել։ Ինչ չեն տանի, չէ, եթե մի բան ասեմ, չեն վերցնի տանեն կամ հաջորդ օրը տանեն։ Ասեք տիկին։ Պարոն Փաշինյան, պարոն Ավինյան, ես ձեզանից մի բան եմ խնդրում։ Այս քաղաքում ինչ որ արվում է, սրտանց արեք։ Խնդրում եմ, սրտանց արեք, սիրով արեք, որ սիրուն լինի, որ լավ լինի։ Ամեն տեղ ինչ որ արվում է պարտքի համար։ Ես իմ այգի եմ դուրս գալիս, տեսնում եմ, որ անում են ուղղակի անելու համար։ Խնդրում եմ ընդհանրապես։ Հետո բացի դա, լիֆտը, չգիտեմ, դրանք եկան փոքր հարցեր են։ Անենց արեք, որ այս երկրում մարդիկ ապրեն, հավերված, այդ արդարադատությունից, այդ չգիտեմ, այդ լիֆտը կդեպի, չի դեպի դա կարևոր չի։ Տիկին Կոստանջանին նոր գայիք ասեիք դա։ Ասեիք։ Կոստանդյանով Մի տիկին կար, Կոստանյան էր, Պարոն Փաշինյան, հետո հերիքա էլի երգեք, պարեք, այս ժողովրդին նենց արեք, որ լավ ապրեն, ուղղակի։ Այդ երգը, որ այս ընտրությունների, տամ ընտրությունների ժամանակ հիշում են, դուք էլ են մեկնել, են միսնել, այդ երգելով, պարելով այս երկիրը չի կառուցվելու։ Երկիրը կառուցեք։ Ես ձեր ինտելեկտը շատ հարգում եմ, ես դեմ եմ ձեզ։ Ես ձեզ դեմ եմ, ընտրել եմ, հիմա դեմ եմ։ Շատ ինտելեկտուալ եք ի տարբերություն Քոչարյանի Սերժի։
բայց ձեր ինտելեկտը քաղաքի համար փաստորեն մեր երկրի համար չի ծառայում այսօր։ Ինձ տենց է թվում, չգիտեմ։ Ուզում եմ մի քիչ սիրենք մեր Մենք հուսով ենք, որ դուք ձեր կարծիքը կփոխեք։ Պարոն Ավինյան, ես չեմ վստահ եմ, որ չի փոխվելու։ Ես վստահ եմ, որ փոխվելու է ժամանակի Դուք եք ապրում, դուք եք ղեկավարը չի փոխվելու։ Ես վստահ եմ, որ շատ տխրում եմ դրա համար։ Այ որ նայում եմ Կարծիքը հարգում ենք եւ դուք Ես իրավունք ուզում եմ ունեք։ ուղղակի սիրենք, էլի, մի քիչ երկիրը սիրենք, մի քիչ լավ բան անենք մեր երկրի համար։ Եթե գտնում եք, որ չենք անում, անում եք, լավ չեք անում։ Սրտանց չի արվում, սիրով չի արվում։ Ինչ որ արվում է, փուլ է գալիս։ Ես ձեր Ինչ որ կարծիքը արվում է, փուլ է գալիս։ Մարդը անգնում մեքենայի տակ, մարդը է սպանում եք, մարդը չի պատժվում։ Մենք մարդ ենք, ապրում ենք, նայում ենք, ասենք, ես ինչ է կատարում ես երկրում։ Մարդը չի պատժվում։ Աշխարհում ոչ մի անթերի երկիր չկա, գիտեք անթերի երկիր։ Ես չի պատկերացնում, որ ձեր դիմաց առիթ կլինի որ զրուցել, բայց ամեն դեպքում մենք դժգոհ ենք, պարոն Փաշինյան։ Ես հույս էլ չունեմ, որ այս երկիրը, ես հույս չունեմ որևէ մեկի վրա։ Որտեւ այս երկիրը սիրող մարդ երևի չկա, այդ կոնկրետ այդ տեխնացուների մեջ։ Ոչ մեկ չի սիրում։ Կարևորը դուք սիրեք, սիրող տեխնացու կգտնեք։ Դուք սիրեք, սիրող տեխնացու կգտնեք։ Ու շատ Ինչքան ման եմ մտորի ընտրելու։ Միջև ամս 7 ժամանակ է, մտածեք եւ որոշեք։ Ասա։ Հա, Գիտեք ինչ կոնեմ ինձ սպասել։ Ոյ որոջոն։ Գրական մաթեմատիկա սուպեր։ Հայր։ Մերսի շուտ։ Հոբ մի րոպե։ Մերսի շուտ։ Ես էլ։ Մերսի շուտ։ Լավ եղեք երեխեք։ Բայց պետք է գնանք ախրպան քաղաքապետ, ինչ անեմ հիմա ես։ 2-3 երեխաների հետ էլ նկարվում ենք։ Մի հատ ճանապարհ թխված։ Մի րոպե, ես վերցրու եւ քարտեզ։ Քայլեցինք, պարոն վարչապետ ջան, քայլեցինք։ Հա ջան։ Ոնց ես, քարտեզ։ Եկեք քայլելով խոսանք, էլի։ Ես ասկուշակի բնակիչ եմ։ Ինչ։ Արսենան դարձել է արեստանոց։ Ոստիկանությանը դիմեցի։ Որ կողմը ստորագրել։ Այդ Շերամն է, չէ՞։ Շերամի Спасибо вам, мы за вас болеем. Ոստիկանությանը դիմեցի, արձանագրեցին, պարոն Փաշինյան։ Բարև ձեզ։ Ոստիկանությունը եկավ, իրանք եկան արձանագրեցին, ինձ հարցրեցին, ամբողջ գիշեր ինչ-որ բան են հարկադրում։ Ինչ։ Ես ոստիկանները Որ հարկում։ ես 12-ում, իրանք 13, 18 չենք։ Ասեցին դուք իմ կարծիքը հարցին ներշում իրանք ինչով ես զբաղվում։ Ես ասեցի ինձ թվում է իրանք ոսկի են զուռնում, որովհետև այդ աղմուկը, այդ աման ինչը ինձ դրան տար։ Նա ոնց անենք։ Ոստիկանները իրար դեմ գնայեցին, ծիծաղացին, գնացին 5 տարի է, ոչ մեկը չի։ Մոտակայքում կարող է ոստիկանության բաժնից մարդ կա։ Ով կա, ղեկավար կազմից կամ ով կա հնարավորինս Ես պաշտոնյա։ երկրորդ կարգի հաշվանդամ եմ, չեմ դիմանում արդեն այդ աղմուկներին։ Բարև։ Ես աշխատել եմ Ենոքանում։ Հա, որպես ուրախ եմ շատ։ Ուրախ եմ։ Հա, էսա։ Կա մարդ ոստիկանությունից։ Եղբայր արի։ Բարև ձեզ։ Ով է նկարում, բայց Սրտիկան ենք էլի։ ունեք քարտեզներ տղաներ։ Մերսի շատ։ Լավ գագի կտ գոնե թող մոտենա էլի։ Կամ գագի կորա։ Գագիկ ջան։ Քաղաքացին շատ տարօրինակ բան է ասում, ասում է իր 13 ինքը 13 հարգում, ասում է արտադրամասա։ Մի հատ ոստիկանության ասենք թող հենց հիմա գնան նայեն։ Ես դիմել եմ ոստիկանության։ Հենց հիմա թող գնան նայեն։ Բարև։ Մի րոպե։
Քայլեցինք բանվա, շապետ։ Դե չի ստացվում քայլել։ Ես եմ շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։ Հաճույք։ Լեո Շատ ներողություն, երկու բառով ասեմ, խափեցին տունը սախեցին, մնացել եմ անկում, էլի, լսում եք, թե? Այո, քնչական դիմել եք, բոլոր տեղերներ դիմել եմ, վաղեմությունը ասում են։ քեզ տվել եմ, չէ? Քեզ տվել եմ։ Ես եմ։ Ասում եմ վաղեմությունը, էլի, 2008 թվի բանը, այդ խափեցի ես մնա։ Եղբայր, բայց սենց բոտի վրա չեմ կարալու ֆիքսել, չէ։ Մեկին կարած երախոզյամարը ստամ։ Օգնականից կարող եմ, բայց իրան ուրիշ տեղ ուղարկեցի արդեն։ Այն ակնոցներով տղամար։ Այն։ Գագիկ, Արնի Ցախանյան։ Քայլեցին։ Հա, պարոն այո, բարև ձեզ։ Եկեք հլա էլի։ Եկեք։ Են Գագիկ քաղաքացին գնաց թե այդտեղա։ Մի րոպե, եկեք, եկեք։ Մի րոպե սպաս։ Մի րոպե, Գագիկ ջան, սպասի, Գագիկ։ Այդ խնդրում եմ ազանգը ստուգեք, ասում է իրանց տան վերև, ասում արտադրամասը անդադ դղդղացնում։ Եթե հանկարծ պարզվի ձեր իրավասության հարց չի, այլ մարմին պետք է զբաղվի, խնդրում եմ ազանգը փոխանցեք իրաց, թող գան միջոցներ ձեռնարկեք, շնորհակալ եմ։ Ժորժան քայլեք, էլի։ Հաջան, արի եղբայր։ Մերսի շատ։ Քարտեզում ես եղբայր։ Կգաս ինձ մոտ, կգաս։ Չէ, չի գա։ Չէ, չի ուզում։ Շատ լավ։ Մի րոպե, Լեոնարդ։ Ես քեզ դες գոնե վերցրու։ Եվ ձեզ մի հատ էլ ձեզ։ Լեոնարդ։ Հա, երեխեք։ Դե պարոն Ավինյան, հիմա ինչ անեմ, կանգնեմ թե չէ։ Բան չասեցի, երեխեքին չեն կարող ասել ոչ։ Չէ, տենց չկանգնենք, որովհետև լավ չի Երևանը, կարա, այսենց ավելի լավ կերևի։ Հեսեր քեզ։ Ինձ կարակ ես բաներից երկու հատակ։ Քարտեզից հիմա։ Հա։ Քեզ տխված տվել ենք, բայց։ Տվեք ես նկարեմ։ Մի րոպե, տխված։ Աղջիկն է թե տղան է։ Ովես։ Նկարեցի։ Այո։ Քարտեզում եք։ Մի րոպե, այս սենց համ քարտեզ։ Մենք էլ շնորհակալ ենք ձեր գնահատանքի համար։ Մերսի շատ շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։ Մոնթե։ Լավ, շնորհակալ եմ, դուք ոնց եք։ Ոնց է, սա ինչ է։ Հաճույքով, մայրիկ ջան, հաճույքով։ Հեսա կկազմակերպենք, քարտեզ տամ ձեզ։ Շնորհակալ եմ։ Բայց գոնե ֆոտոն կբացեք։ Ես չեմ Հա, սպասեք մի րոպե։ Ահա, վայ, բացել է։ Սենց։ Նայեք, ժպտացեք, լայ ժպտացեք։ Վարչապետի հետ։ Նկարվեց, երկու անգամ նկարվեց։ Հատ է բուկլետ տվեք և բուկլետ։ Վարչապետ, մի վարկան կամերային նայենք։ Ապրես, արևս։ Ունեք քարտեզ։ Ունեք քարտեզ։ Ունեք։ Ընտրվելու։ Հաստատ։ Հաստատ։ 100% Վերջնական որոշել եք։ 100%-ով դուք եք ընտրվելու։ Շնորհակալ եմ շատ։ Մերսի։ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ։ Լեոնարդ։ Լավ ես։ Լեոնարդ, մի հատ է Լեոնարդ։ Հաջան։
Համեցեք։ Net բայել է նկարվել։ Մեծ հաճույքով, մեծ պատիվ։ Ինչ բարեկամ ենք։ Հերախոս բա։ Հերախոս։ Ձեր տատը մեր տատը քուրեր են եղել ներքին ճամբարակից։ Ճամբարակի շրջան ներքին ճամբարակ։ Ինձ մա խառնում եք մի բան։ Չէ, չեմ խառնում ճիշտ է։ Իմ տատը Ենոք հավան։ Հա։ Ներքին ճամբարակի։ Ճամբարակից, հա։ Հետաքրքիր է։ Տատը, հա։ Հարպես։ Ժանգոտել է։ Չի ժանգոտե կներեք, չի ժանգոտե։ Չի, շատ լավ է երևում, անչի չի երևում։ Եղավ։ Բաբոր այդ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 300 միլիարդ ավել փող ավճարե պետական բյուջե, բա դա մուրճ հետևանք չի։ Բաբոր Գուլոյանի տունը այլևս ոչ թե իր այլ ժողովրդի սեփականությունն է, դա մուրճ չի։ Բաբոր ֆինանսների նախարարի տունը Ամերիկայում գրավել, վաճառվել է, փողը փոխանցվում է Հայաստան, դա մուրճ չի։ Հա։ Այդ ուրիշ բան, այ գուցե շատ չենք խոսում, շատ չենք ներկայացնում։ Հա, տեսա դες բանի բա չմոտեցավ Իսախանյանը։ Չգիտեմ, չիմացա ով կարա այդ հարցով զբաղվել էլի։ Ուրիշ բան եմ ասել։ Լուսինեի հետ ձեր համարը գրանցեն Գագիկին Չէ, բայց ես կռավում եմ, որ քրեական գործ կա հարուցված, ուղղակի պետքա բան անենք, ասենք, տեսնենք։ Հրաչ ջան, քարտեզ։ Դեք մենակ շուտ արեք հեռախոսներից էլ Արագացրեք, հա, քարտեզ։ Բարև եղբայրս։ Բա տղեկ, ձեզ բան թխվածք չտվեցինք, մի րոպե սպասեք, բա թխվածքը, մի հատ է, դու քարտեզ ունես, ով չունի քարտեզ երեխեք, մի հատ ասեք, ունեք, թխված տվել ենք ձեզ, դե բա ասեք, հա երեխեք, նվագում ես եղբայր։ Չէ, չեմ ճանաչում։ Անկապ թխվածք, ես էլ մայրիկին կտաս քարտեզը։ Դու չես կամ ես ունեմ, մալի կրել եք ինձ։ Ոչինչ ես էլ իրաց։ Ես էլ դու ուրիշի կտաս, մի հատ ընկերոջ կտեսնես կտաս, իմ անունից կնվի։ Ունեք դու։ Գնացինք, ապրեք շատ։ Հա, եղբայր։ Մի քան ինձ կտամ էլի։ Չանցի վարդատություն եմ։ Եթե թեկուզ մաքրության աշխատանք եմ կատարում էլի, թող բազնի վարդատություն։ Պարտությամբ կրի։ Իսկ որտեղ եք աշխատում։ Ես հատի փորձ եմ աշխատում։ Դե ձեր գործատուի հետ ինչքան եք ստանում։ Մենք խոսացել ենք, որ 3 տար, բայց 2 է տալիս։ Օրը 2000։ Հա, այսինքն մի 3-4 ժամ։ Դրա համար խնդրում եմ, որ բարի 3-4 ժամը 2000 ես արտար աշխատող եմ, նենց որ գլուխ պահող։ Ցենց դեպքերում ինչ ենք անում, մենք ինչ կարանք, ինչ լծակ ունենք։ Աշխատանքի տեսչական մարմին, բայց պետք է զգուշ լինել։ Որ ձեր անունը կասեմ։ Տիկին Արմինե ջան, որքան քրեմ կմոտենաք այստեղ։ Տիկին Լուսինե։ Լուսինե։ Հա։ Այ Լուսինեին կմոտենաք Տիկին Արմինե ջան։ Լուս ջան, տեսչական մարմնի հետ կապված հարց։ Հայրիկս Ժուլ Վերն է Հովանեսյան։ Շատ լավ, քարտեզ։ Շատ հարգում սիրում ենք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն շատ։ Շնորհակալ։ Դոպրակը տավեք, էլի։ Շնորհակալ եմ։ Նամակը տանք Գագի։ Ղազարյան, բայց տնաշեն ես ինչքան ես մեծ։ Սմետ կարակ դե Հա, իհարկե, բարև եղբայր։ Քեզ որտեսել եմ քանի տարեկան ես եղել։ Լավ ես, սպորտսմեն ես, մալավ ես։ Եղբայր քեզ էլ քարտես։ Քարտես։ Նորից Իհարկե։
Չենք տվել, չէ՞ երեխեք ձեզ կասում։ Իրոք է։ Եկեք ես ձեզ նկարեմ շուտ երեխեք, կանգնեք վարչապետի կողքը, ամեն մեկդ մի կողմից։ Դու էլ ես կողմ։ Հա, էլի կա։ Всё։ Այսինչ լավ բակա։ Так մեգաֆոն։ Բարի եղբայր։ Լավ եք։ Քարտեզ տվեք, ասա։ Մեգաֆոն։ Ես եմ շնորհակալ եղբայր։ Լավ է։ Լավ է։ Քեզ հետ նկարվեցինք թե չէ։ Էլի ես ուզում նկար։ Չեք պատկերացնում։ Դա ես էլ եմ շատ ուրախ։ Սերոպ, ես որ շենքերն են։ Ես շարունակում եմ 32, 31, 29։ Միջև։ Մինչև 23, որտեղ։ Նորավան թաղ։ Նորաշեն։ Նորաշեն։ Համի քիչ առաջ գնանք նոր։ Եկեի ժողովուրդը կմոտենան, որ վանկարկ ենք, էլի։ Պան Ավինյան, ես դուք եք կառուցել։ Այս street workout-ը դուք եք կառուցել։ Բարի եղբայր։ Մենք էստեղ Բարի եղբայր։ Լավ։ Դեր պասպորտ։ Հա, եղբայր։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Քարտեզն է իրենք ձեզ։ Այնքան հարած եմ։ Նորաշեն թաղամասի 33, 32, 31, հա, ճիշտ եմ ասում, 34, 33, 31, 30, 29, 28, 27, 26, 25, 24, 23, շենքերի սիրելի բնակիչներ, ողջունում ենք բոլորիդ, ծանփերով ենք ողջունում բոլորիդ։ Եվ մենք եկել ենք ձեզ հորդորելու, կոչ անելու, որ 2026 թվականի, այսինքն այս տարվա, հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամասեր և քվեարկեք հետևյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Աջափնյակին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Բարև Մրուջան, պաչիկ անեմ եմ։ Կարող եմ միած ոտանավոր ասեմ ձեզ։ Հա, իհարկե։ Մեծանում ենք մենք առողջները հմու ձեռքերում, իր հոգատար ու բարի հարազատ գրկում։ Շատ ապ։ Ոչ եմ հիշում, ոչ եմ հիշում։ Հաջա։ Ես եկա ձեզ ո՞ր։ Ապրեք։ Էսա մի վարկան, խնդրում եմ։ Մի հատ քարտեզ, եղբայր, բա քարտեզ նվիրեմ ձեզ, քարտեզ նվիրեմ։ Մերսի։ Հաճույքով, քարտեզ տվեք, էլի։ Լիա, դու ունես։ Ով էր ուզում քարտեզ։ Երեխեքին թխվածք էլ, հաճույքով։ Երեխեքին թխվածք, Քարտեզ ուզում, կարծրեցի հոպատ։ Էսա մի վարկան, խնդրում եմ համբերեք, համբերեք, համբերեք։ Հա։ Քրակոքից ես կերել։ Ով ասայլակողմա։ Զբարվել է, բայց արդեն, ուզում եք նկարվեք, ով է նկարում բա։ Ես նկարեմ կամիրանակ, կռեք։ Քարտեզ տվեցի ձեզ։ Քարտեզ տվել ենք։ Մերսի։ Դուք որպես լրագրող եք ուզում եք։ Ես Հայաստանի քաղաքացի եմ, ես Աջափնյակ վարչական շրջանում եմ ապրում, բայց
սովորական կենցաղային հարցով չեմ մոտեցել, էլի պարոն Փաշինյան։ Ես ուզում եմ որպես Հայաստանի քաղաքացի հասկանամ, ինչքան եք դեռևս պատրաստվում խաբել հայ ժողովրդին։ 2018-ին խաբելով եկաք, թե բոլոր Դուք Սասնա ծռեր խմբի անդամ եք, չէ։ Ես ազգային ժողովրդավարական բևեռից եմ։ Շատ լավ, հիմա Քվեաթերթիկ 8 հայ ժողովրդին խորհուրդ եմ տալիս անպայման ընտրել քվեաթերթիկ 8։ Շատ լավ, ստեսություն։ 2018-ին դուք եկաք խաբելով։ Նկարվենք։ Նկարվեցիք թե չէ։ Նկարել եմ։ Թող նկարի, եղբայր, թող նկարի էլի։ Լավ եղեք։ Ձեր գործին հաջողություն։ Դուք չեք կարող հայ ժողովրդի անունից։ Շատ լավ, տեկին, դրա համար ընտրություններով ժողովուրդը մի վրթովեք։ Հայաստանը ունի առաջին հարաբերություն։ Մի վրթովեք, ժողովուրդը կորոշի, շատ լավ, ժողովուրդը կորոշի։ Դուք 2021-ին էլ ասում եք Հադրութն ու Շուշին ենք բերել։ Ժողովուրդը կորոշի։ Ընտրությունները կորոշի։ Ժողովուրդը կորոշի։ Կորոշի ես հլու կհեռանամ։ Կորոշի ես հլու կհեռանամ։ Ժողովուրդը կորոշի ես հլու կհեռանամ։ Հլու կհեռանամ։ Ժողովուրդը կորոշի ես կհեռանամ։ Լավ։ Իհարկե լավ է, ժողովրդավարությունը։ Ապրեք, ապրեք։ Ափսոս ընտրելու իրավունք չունեք։ Երեխեք նոր Երևանի բաչային եք, ասում են մեզ ընտրելու իրավունք տվեք մեզ։ Բնակ առնվազն ինտուիտիվ։ Ես մեր մանկապարտեզն է, վայ արևս, իհարկե։ Առավոտվան դասից խաբելա։ Լավ էլի երեխեք, մի ասեք տենց բաներ, նա թխված տվեք։ Լեոնար, լավ էլի, խնդրում եմ ավարտվել են դասերը, թե չէ։ Խնդրում եմ գնա դպրոց էլի, խնդրում եմ Անուշը։ Հիվանդանոց պիտի գնամ։ Հա, էդ ուրիշ, եթե հարգելի, վայ, բարի եղբայր, դու էլ ես փախե դասից։ Մարսի։ Նկարում։ Հայացքը այս կողմի վրա կնետեք, Այո, 45 հիմնանորոգված մանկապարտեզներից մեկը։ Հա, լավ է հիշեցրիք, առավոտ խոսում ենք քաղաքապետի հետ, ասում եմ, ինչքան այս պայ դրությամբ քանի մանկապարտեզ կա, որ ավարտված է, սկսել ենք ու ավարտել, ասում է 45։ Ասում եմ, հիմա մարդիկ գիտեն դրա մասին, թե չգիտեն, ես համոզված չեմ, որ գիտեն։ Պետք է անդադ ասել, որ 45 մանկապարտեզ վերջին տարիներին նորոգվել է եւ այս որակի շահագործմանը հանձնվել։ Եվ հիմա որ ասում են սիրով չի սարքված, էլի մի հատ եկեք, էլի, մի հատ հարգելի քաղաքացին հույս ունեմ հետևում է։ Ինչը սիրով սարքած չի։ Որտեղից է երևում ստեղ սիրո բացակայությունը, կարած մի հատ բացատրեք։ Որտեղ է երևում սիրո բացակայ։ Գույներից սկսած ամբողջից սեր է ճառակում եւ ուրիշ ոչ մի բան։ Աստես թաղամսի 3 շտամ է։ Հաջող։ Հա եղբայր։ Լեոնար ջան, թխված տուր։ Էսա էգի քարտեզել կտամ թխված կա։ Դու ես դասից փախե։ Ճիշտ ես։ Չէ, հանդես դերեք, հանդես ցայք։ Սելքես։ Վարչապետ ջան, ցավոք կանեմ։ Աստված քեզի։ Շնորհակալ եմ։ Միշտ կանակ ճանապարհ։ Շնորհակալ եմ։ Ցավոք կանեմ։ Շնորհակալ եմ քարտեզն եմ։ Շնորհակալ եմ։ Հա ջան։ Հա, չնկարվեցինք բանով։
Եկեք վերցնեմ կոֆե խմենք։ Եղբայր ջան, հաճույքով, բայց հիմա ժամանակի խնդիր ունենք։ Արևի տակ շատ չկանգնեք։ Հələ դասից փախնում եք, այդ հələ հասկացանք, բայց արևի տակ շատ չկան։ Հումոր ենք։ 15-ա դասերը սկսվում։ Դու արդեն քանի ատում ես, հələ ճիշտ ես։ Մենակ իր հետ էլ որ քնցեն։ Պարոն վարչապետ ջան։ Ահա։ Շարժվեք։ Շատ ուրախ ենք ամեն ինչ։ Քարտեզ։ Մի հատ տվեք։ Շնորհակալ ենք, շնորհակալ ենք։ Իհարկե, Լեո ջան, նա թխված երեխա։ Ես եղբայր վերցրու ես։ Ունեմ ես, ունեմ։ Ոչինչ, նորից վերցրու։ Մեկ ուրիշը կտաս, եթե չես ուզում։ Լավ։ Մի րոպե թողնենք նկարի։ Արի, եղբայր, ով է։ Իմ հետ ինձ կարի, ինձ նկարի։ Ողջույն։ Մի հատ իմա կար։ Մի հատ Դու արի ինչեր, արի։ Ինքը 100 անգամ արդեն նկարվել է։ Էլ ես ուզում 101-րդ անգամ է, ոչինչ, նկարվի։ Չէ, թող նկարվի։ Արի։ Մի քիչ սենց կանգնի, մի քիչ սենց։ Անդ ինչա։ Անի ջան։ Մերսի շատ։ Բարև եղբայր։ Լավ եք։ Լավ եղբայր ջան։ Հոյակապ ուղարկի, հոյակապ։ Սենց մտնոլորտ Թանկապատում եք, բանը, դաշտը։ Թանկապատում եք, փոխում։ Իսկ այս դաշտերը սպասարկվում են։ Անպայման, ամեն տարի։ Մաքրվի